Ես միշտ ցանկացել եմ վնասել ուրիշներին և ստիպել ուրիշներին վնասել ինձ։ Ալբերտ Ֆիշ Ամերիկայում առաջին պաշտոնապես ճանաչված սերիական մարդասպաններից մեկը, այս ծերունին 20-րդ դարի սկզբին առևանգել, բռնաբարել, սպանել և կերել է երեխաների։ Նրա զոհերի ճշգրիտ թիվը մինչ օրս անհայտ է մնում։ Ապագա մոլագար և մարդակեր Ֆիշը ծնվել է Վաշինգտոնում 1870 թվականին։ Նրա հայրը պարարտանյութերի վաճառող Ռենդալ Ֆիշը այդ տարի դարձավ 75 տարեկան։ Մոլագարը ուներ 2 եղբայր և 1 քույր, բայց նա ամենափոքրն էր։ Շատ ավելի ուշ հոգեբուժներն ու հետազոտողները կպնդեին, որ Ֆիշ ընտանիքի բոլոր անդամները տառապում էին հոգեկան խանգարումներից։ Ծննդյան ժամանակ ապագա մոլագարին տրվել է Համիլթոն անունը։ Նրա ընտանիքը շատ խնայողություններ չուներ, և Համիլթոնի մայրը ստիպված եղավ նրան հանձնել որբանոց։ Դեռևս ապաստարանում գտնվելու ընթացքում Ֆիշը հասկացավ, որ հաճույք է ստանում ցավից։ Այդ ժամանակ շատ ամերիկյան ապաստաններ կիրառում էին ֆիզիկական պատիժ ծեծի տեսքով, պատժի, ապա ֆիզիկական բռնության ժամանակ փոքրիկ Ֆիշը էրեկցիա էր ունենում։ 8-ամյա տղայի համար սա անսովոր էր և ծառայեց որպես լրացուցիչ խթան իրեն ծաղրելու համար։ 4 տարի անց 1879 թվականին Ալբերտի մայրը կարողացավ պետական աշխատանք ստանալ և որդուն իր հետ տանել։ Սակայն որբանոցում ունեցած փորձառությունները ընդմիշտ փոխեցին ապագա հրեշին։ Նա ընդամենը 12 տարեկան էր, երբ միասեռ հարաբերությունների մեջ մտավ մի տղա փոստատարի հետ։ Մոտավորապես նույն ժամանակ Ֆիշը սկսեց այցելել հանրային լոգարաններ, որտեղ կարող էր ազատորեն նայել տղամարդկանց առանց հագուստի։ Նրան հատկապես գրավում էին 7-ից 12 տարեկան տղաները։ 1890 թվականին Ֆիշը տեղափոխվեց Նյու Յորք, Համիլթոնից դարձավ Ալբերտ։ Ավելի ուշ նա ասաց, որ տեղափոխվել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար։ Մոլագարը իր զոհերին ընտրում էր փողոցային երեխաների շրջանում։ Ալբերտի մայրը ինչ-որ բան կասկածեց և որոշեց շտապ ամուսնացնել իր որդուն։ 1898 թվականին Ալբերտն ամուսնացավ 19 տարեկան մի աղջկա հետ, որին գտել էր իր մայրը։ Այս ամուսնությունից Ֆիշն ունեցավ 6 երեխա, 4 որդի և 2 դուստր, սակայն նա շարունակեց որսալ երեխաներին։ 1903 թվականին Մոլագարը բռնվեց պահեստից գողություն կատարելիս, որտեղ նա աշխատում էր որպես բեռնակիր։ Նա ուղարկվեց 2 տարվա ազատազրկման։ Ալբերտը բավականին հայտնի էր բանտում։ Այդ օրերին ոչ ավանդական հայացքներ ունեցող տղամարդիկ դեռ փորձում էին չգովազդել իրենց նախասիրությունները և հետևաբար կարծրացած բանտարկյալի համար, որը տասնամյակներ շարունակ կնոջ չէր տեսել, նրանք ստիպված էին օգտագործել ավելի թույլ խցակիցներ, և նրան ստիպելու կարիք չկար։ Ալբերտը միշտ կողմ էր դրան։ 1905 թվականին նա բանտից դուրս եկավ։ Նրա առաջին սպանությունը, որի մեջ մեղադրվում էր, կատարել է 1910 թվականին։ Զոհը Դելավերից Թոմաս Բադենն էր, ով ընդամենը 10 տարեկան էր։ Հաջորդ կոտորածը տեղի ունեցավ 9 տարի անց։ Ֆիշը, ըստ ոստիկանության տարբերակի, դանակով խլեց Վիրջինիա նահանգում մտավոր հետամնաց տղայի կյանքը։ Հրեշը 5 տարի անց նոր հանցագործություն կատարեց։ 1924 թվականի հուլիսի 14-ին 8-ամյա Ֆրենսիս Մակդոնալդը անհետացավ։ Տղայի ընկերները պատմեցին, որ նա հեռացել է մի տարեց նիհար տղամարդու հետ, որը մոխրագույն բեղեր ուներ։ Ոստիկանությունը սկսեց փնտրել մոխրագույն մարդուն, որը Ֆիշի մականուններից մեկն էր։ Այդ ժամանակ ոստիկանությունը փորձ չուներ նման անհիմն հանցագործությունների հետաքննության հարցում, և հետաքննությունը ոչ մի տեղ չհանգեցրեց։ 1927 թվականի փետրվարի 11-ին 4-ամյա Բիլի Գաֆնին անհետացավ։ Գաֆնիի 3 տարեկան ընկերը ականատես է եղել առևանգմանը։ Նա ասել է. Միանծանոթ տղամարդ մոտեցավ մեզ, երբ մենք խաղում էինք տան մոտ, բայց նա տարօրինակ չէր, շատ հրաշալի էր, ասաց փոքրիկ տղան։ Նա նաև նկարագրեց հանցագործի մոխրագույն բեղերը։ Մոլագարի կողմից կատարված ամենահայտնի առևանգումն ու սպանությունը կատարվել է 1928 թվականի հունիսին։
18-ամյա Էդվարդ Բադը թերթում հայտարարություն տեղադրեց գյուղական վայրում աշխատանք փնտրելու մասին եւ նշեց իր հասցեն 58-ամյա Ֆիշը հայտնվեց հենց այնտեղ։ Շատ հնարավոր է, որ նա ցանկացել է առևանգել երիտասարդին, սակայն երբ նա ժամանեց, տեսավ Էդվարդի 10-ամյա քրոջը Գրեյսին եւ նրա ծրագրերը փոխվեցին։ Նա մի քանի ժամ անցկացրեց Բադերի հետ, խոստացավ բարձել Էդվարդին եւ հեռացավ։ Նա վերադարձավ ինչպես խոստացել էր մի քանի օր անց եւ հայտարարեց, որ Էդվարդը պետք է հավաքի իր իրերը եւ որ ինքը ավելի ուշ կգա նրա հետևից։ Մինչ Էդվարդը պատրաստվում էր, Ֆիշը ներկայացավ որպես ֆերմեր եւ համոզեց Գրեյսի ծնողներին թույլ տալ, որ նա գնա իր հետ մի երեկույթի։ Հավատարիմ Բադսը բաց թողեց աղջկան եւ այլևս երբեք չտեսավ նրան։ Գրեյսի անհետացումից 6 տարի 5 ամիս անց 1934 թվականի նոյեմբերին նրա մայրը Դելիան անանուն նամակ ստացավ։ Այս նամակը, որն ուղարկվել էր Մոլագարի կողմից, դարձավ հանցագործներից ստացված բոլոր հաղորդագրություններից ամենահայտնին։ Դահիճը իր հաղորդագրության մեջ չափազանց ցնցող մանրամասներ է ներկայացրել։ Ահա թե ինչ էր գրված նամակում։ Սիրելի տիկին Բադ, 1894 թվականին իմ ընկերներից մեկը նավարկեց, որպեսզի նավաստի կապիտան Ջոն Դեյվիսի գլխավորությամբ շոգենավով Սան Ֆրանցիսկոից եւ ափ իջավ Չինաստանում։ Այդ ժամանակ Չինաստանում սով էր ցանկացած տեսակի միս արժեր 1 ֆունտի համար 1-ից 3 դոլար, եւ քանի որ աղքատներն ամենաշատն էին տառապում, 12 տարեկանից փոքր բոլոր երեխաներին վաճառում էին սննդի դիմաց մեծերին սովից փրկելու համար։ Կարող էիր մտնել ցանկացած խանութ եւ խնդրել սթեյք, եւ նրանք կեփեին միսը քեզ համար, կտային տղայի կամ աղջկա մարմնի կտորներ։ Եթե միայն ուզենայիր այդպիսի մսի մի կտոր, մթնշաղ տված տղան կամ աղջիկը մարմնի ամենահամեղ մասն է։ Այն վաճառվում էր ամենաբարձր գնով։ Այնտեղ մնացած ընկերներից մեկը մարդկային մսի նկատմամբ համ զարգացրեց։ Նյու Յորք վերադառնալուց հետո նա գերի վերցրեց 7 եւ 11 տարեկան տղաներին, թաքցրեց նրանց իր հեռավոր տանը եւ պահեց կապված պահարանում։ Օրական մի քանի անգամ նա ծեծում էր նրանց, որպեսզի միսն ավելի համեղ լինի։ Նա սկզբում խլեց 11-ամյա մի տղայի կյանքը, քանի որ նա ավելի գեր էր, եւ կրտսեր տղան հետևեց նրա օրինակին։ Ես այդ ժամանակ ապրում էի Արևելյան փողոցի 409 հասցեում եւ իմ ընկերը այնքան հաճախ էր ինձ պատմում մարդկային մսի համի մասին, որ ես որոշեցի փորձել դա ինձ սեփական կարծիքը կազմելու համար։ Իրակի, հունիսի 3-ին ես այցելեցի ձեզ Արևմտյան փողոցի 406 հասցեում։ Առաջարկեցի նրան տանել երեկույթի, դու համաձայնվեցիր, նա կարող է գնալ։ Ես նրան տարա Վիսկեստերի մի դատարկ տուն, որը ես նախապես ընտրել էի։ Երբ այնտեղ հասան, ասացի նրան, որ դրսում մնա։ Նա վայրի ծաղիկներ էր հավաքում։ Ես բարձրացա վերև եւ հանեցի բոլոր հագուստներս։ Գիտեի, որ եթե սկսեմ անել այն, ինչ մտադիր էի, նրան արյունով կներկեմ։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, ես մոտեցա պատուհանին եւ կանչեցի նրան, ապա թաքնվեցի զուգարանում, մինչև նա մտավ սենյակ։ Երբ նա տեսավ ինձ առանց հագուստի, գոռաց. Փորձեց փախչել աստիճաններով։ Ես բռնեցի նրան։ Սկզբում ես հանեցի նրա բոլոր հագուստները, քանի որ նա ոտքերով հարվածեց։ Ես խեղդեցի նրան։ Ինձ 9 օր պահանջվեց նրա մարմինը ամբողջությամբ ուտելու համար։ Ես չօգտագործեցի նրան սեռական նպատակներով, չնայած կարող էի, եթե ուզենայի։ Սա էր գրել Մոլագարը իր նամակում։ Հետագայում Ալբերտը իր փաստաբանին ասաց, որ ինքը շահագործել է Գրեյսին, բայց ոստիկանությունը չի հաստատել այս հայտարարությունը։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշել են հոգեբույժները, Ֆիշը պարզապես պաթոգոլիկ ստախոս էր։ Գրեյսի ծնողները չէին հավատում Մոլագարի նկարագրածի իրականությանը։ Նրանք կարծում էին, որ ինչ-որ մեկը հիմար եւ վախեցնող կատակ է խաղացել իրենց հետ, բայց նամակը միևնույն է, հասավ ոստիկանություն եւ ընկավ գլխավոր քննիչ Ուիլյամ Քինգի ձեռքը։ Եվ ոստիկանը չմտածեց, որ դա կատակ է։ Նա անմիջապես նկատեց, որ նամակը կնքված էր ապրանքանիշային ծրարի մեջ։ Ծրարի վրա հստակ կարելի էր ճանաչել Նյու Յորքի մասնավոր բարեգործական վարորդների ասոցիացիայի 6 անկյուն խորհրդանիշը։ Նման ծրարները տրամադրվել են ոչ թե միլիոնավոր,
այլ փոքր խմբաքանակներով։ Քինգը հրամայեց մանրամասն հարձակնել կազմակերպության բոլոր աշխատակիցներին, ծրարների անպատշաճ օգտագործման թեմայով։ Դռնապանը խոստովանեց, որ իր կարիքների համար մի քանի ծրար է վերցրել, բայց ժամանակ չի ունեցել դրանք բոլորը օգտագործելու։ Մի քանիսը մոռացել է այն սենյակում, որտեղից վերջերս էր տեղափոխվել։ Իսկ այդ սենյակը վարձակալել է մի տարեց նիհար տղամարդ մոխրագույն բեղերով, եւ նա նաեւ հայտնեց, որ վարձակալը գումար է ստանում իր որդուց։ Քինգը որոշեց անձամբ հանդիպել կասկածելի պապիկին։ Այդ օրերին չկային հատուկ նշանակության ուժեր եւ հանցագործներին ձերբակալելու համար ոստիկանությունը երբեմն մենակ էր գնում, ինչպես Քինգն էր անում։ Ալբերտ Ֆիշը հենց որ քննիչը ներկայացավ եւ առաջարկեց գնալ նրա հետ, հարձակվեց Քինգի վրա, ձեռքում ունենալով երկու վտանգավոր ածելիներ, բայց ոստիկանը պտտեցրեց մոլագարին եւ տարավ շտաբ, որտեղ հրեշը անմիջապես խոստովանեց, որ զրկել է Գրեյսին կյանքից, եւ աղջկա մայրն ու եղբայրը նույնականացրին նրան, բայց ոստիկանությունը որոշեց ստուգել Ֆիշին այլ անհետացումների համար։ Նրա լուսանկարը հրապարակվեց թերթում, եւ շուտով տրոլեյբուսի դիսպետչերը կապեց ոստիկանության հետ եւ նույնականացրեց Ֆիշին որպես տղամարդ, որը 1927 թվականի փետրվարի 11-ին տրոլեյբուսով երթևեկում էր մի փոքրիկ տղայի հետ, վկան ասաց, որ հիշում է տարօրինակ զույգին, քանի որ տղան առանց բաճկոնի էր, լաց էր լինում եւ անընդհատ մորը կանչում։ Դա Բիլ Գավնիի անհետացման օրն էր, որի մարմինը երբեք չգտնվեց։ Տղայի մայրը դիմեց մոլագարին եւ խնդրեց պատմել իր որդու մասին, եւ Ֆիշը պատմեց ամեն ինչ այնպես, ինչպես կար։ Նա պատմեց, թե ինչպես է իրեն բռնաբարել եւ ինչպես է նրան կերել 4 օր շարունակ։ Գրեսի մոր նամակից հետո հոգեբուժների մեծ մասը սկսեց հայտարարել, որ Ալբերտ Ֆիշը խելագար է եւ չի կարող դատապարտվել։ Ակնհայտորեն սա հենց այն դատավճիռն էր, որը մոլագարը փնտրում էր, որը նկարագրում էր նրա սխրանքները։ Այդուհանդերձ 1935 թվականի մարտի 11-ին դատավարությունը սկսվեց։ Ոստիկանությունը նրան մեղադրեց 15-ի մեջ, իսկ հանցագործն ինքը խոստովանեց 498-ը։ Դատավարությունն ավարտվեց 10 օր անց մահապատժի դատապարտմամբ։ Դա լսելուց հետո խելագարը բացականչեց այսպես. «Ինչ հաճույք կլիներ մահանալ էլեկտրական աթոռին։ Դա կլիներ բարձրագույն հաճույքը, միակը, որը ես երբեք չէի զգացել»։ Նա իսկապես մազոխիստ էր եւ ընդհանրապես չէր չափազանցնում, որ հաճույք էր ստանում ցավից։ Երբ Ալբերտ Ֆիշը շղթայվեց էլեկտրական աթոռին, անմիջապես հոսանք անցկացնել նրա մարմնով չհաջողվեց։ Անջատիչը ստիպված եղավ 2 անգամ միացնել, մինչև բժիշկը հաստատեց մահը։ Պատճառը պարզվեց դիահերձման ժամանակ։ Փաստորեն Ֆիշը մի քանի տասնյակ ասեղ էր խրել իր մարմնի մեջ։ Միայն աճուկի հատվածում հայտնաբերվել էին դրանցից 27 կտոր։ Այս մետաղը խոչընդոտում էր էլեկտրական հոսանքի բնականոն հոսքին, բայց նույն մետաղը անտանելի տառապանք էր պատճառում Ֆիշին։ Թվում է, թե մոլագարը մեծ հաճույք էր ստացել կրկնակի մահապատժից։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը։ Մինչ հանդիպում։